Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, թերապևտներ, սոնոգրաֆիստներ, հատկապես եւ բարև ձեզ հարգելի ժողովուրդ։ Մի քանի բառով անդրադառնամ մի շատ հետաքրքիր թեմայի, որը ունի եւ բժշկական կլինիկական պրակտիկ նշանակություն եւ ունի սոցիալական նշանակություն։ Ուրեմն խոսքը վերաբերվում է փայծաղի մեծացմանը, որ հաճախ ոչ շատ չափավոր փայծաղի մեծացում, որը սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ հաճախ հանդիպում ենք։ Ուրեմն սոնոգրաֆիկ հետազոտողները, բժիշկները, թերապևտները հաճախ կհանդիպեն, որ փայծաղը նորմայում պետք է լինի 12 սանտիմետր երկարության, այսպես կոնկրետ եմ ասում։ Պատահում է, որ լինում է 12.5, 13, 14 սանտիմետր երկարության, ու մինչև 15 սանտիմետր երկարության, եւ պացիենտը առանձնակի գանգատներ այդ առումով չի նշում։ Դա լինում է պատահական հայտնագործություն, բժշկական լեզվով ասում ենք նախոտ կա։ Հատկապես դա կարող է հաճախ լինի պրոֆիլակտիկ զննումների ժամանակ երիտասարդ պացիենտներ բազմաթիվ հիմնարկներից գնում են պրոֆիլակտիկ ապահովագրական հատկապես ընկերությունները տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ զննումներ են իրականացնում եւ սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ փայծաղը կարա չափավոր մեծացած լինի, այսինքն մինչեւ 14-15 սանտիմետր երկարությունը այն դեպքում, երբ որ պետքա լինի 12 բարձրահասակ տղամարդկանց մոտ երբեմն 13 ոչ ավել, հա, փայծաղի երկարությունը։ Ու ինչ ենք անում մենք այս ժամանակ։ Հիմնականում ասում ենք դե հիմնականում երևի թե սա պատահական հայտնագործությունը առանձնակի ուշադրություն չենք դարձնում կամ կարող է դինամիկայում հետևենք կամ հնարավոր է ինչ-որ կոնսուլտացիաներ ու անալիզներ նշանակենք։ Մի խոսքով, խնդիրը պարզ է, փայծաղի չափավոր մեծացում պրակտիկորեն առողջ մարդու մոտ կամ մի այնպիսի գանգատով է դիմե, ասենք գնացել է քիթը վիրահատելու համար պլաստիկ վիրաբույժի մոտ եւ սոնոգրաֆիան որովայնի տվել է փայծաղի մեծացում, կամ չգիտեմ գնացել է վարիկոզ երակներ վիրահատի անօթաբանի մոտ ու սոնոգրաֆիան տվել է փայծաղի մեծացում, չափավոր մեծացման մասին է խոսքը, մինչեւ 1-2 սանտիմ նորմայից ավել։ Այս դեպքում հասկանալի է, որ կամ իր անհատական առանձնահատկությունն է, կամ ասեցի բոյով տղամարդկանց մոտ բարձրահասակ հաղթանդամ տղամարդկանց մոտ կարա տենց լինի, կամ միգուցե անցյալում ունեցել է ինչ-որ ինֆեկցիաներ, վարակներ, որոնք անցել են։ Բայց ինչ պարտադիր ստուգումներ կան։ Ինչի եմ այս հարցին անդրադառնում, խնդրում եմ միջև վերջ լսել։ Եվ այսպես ես ChatGPT-ի հետ այս զրույցը բացեցի, որովհետև պրակտիկայում այսպիսի դեպքեր հաճախ են պատահում, հազվադեպ չեն պատահում։ ChatGPT-ի հետ այս զրույցը բացեցի ու ChatGPT-ին բերեց հետազոտությունների մի ամբողջ ցանկ, որ ահա այս հետազոտությունները պետք է արվեն։ Եվ դրանք, եթե անկես խոսանք, մի քանի տասնյակ հազարի, միգուցե 50,000-ից ավել հետազոտությունների ցանկ է, որը ամեն փայծաղը սովորականից ավելի մեծ փայծաղով պացիենտներին, մի քանի տասնյակ հազար, 50,000 դրամից ավել ծախսի տակ գցելը, դա հեշտ գործ չի։ Եվ ես ChatGPT-ին ասեցի, խնդրում եմ, ասա իսկ հնարավոր չի ավելի սահմանափակ ռեսուրսներով, ավելի պակաս ստուգումներ անել, ու ասում է, այո, եթե վստահես, որ այլ գանգատներ չկա, ընդհանուր թուլություն, հոգնածություն, նիհարել, հյուծվել, տաքություն, ջերմության բարձրացում, մի խոսքով եթե այլ անգինա եւ այլն, եթե ֆիզիկալ ստուգման ժամանակ, այսինքն շոշափելուց ավշահանգույցների մեծացում պացիենտի մոտ աճուկներում կամ թևատակերում կամ չգիտեմ ես անրակների շուրջ կամ պարանոցում ավշահանգույցների մեծացում չի դիտվում, ապա կարող ես ավելի սահմանափակ հետազոտություններ իրականացնել։ Ես ասացի, լավ, արի դու մի քիչ էլ կոռեկտացի, բեր ուղեցույցները, գայդլայնները միջազգային եւ միջազգային գայդլայններով ինձ պատասխանի, հա, եւ վերջին հաշվով այս ամբողջ զրույցը ես ուզում եմ ներկայացնել նախ բժիշկների համար, այդ թվում պացիենտների համար, ինչ հիմնական ստուգումներ կան։ Ինչու եմ սա հատուկ ասում, որովհետեւ գիտեք, ChatGPT-ի հետ կոնսուլտացիա անելը խրախուսում եմ, ուզում եմ, որ դառնա սովորական բան, բայց եթե շարքային ոչ բժիշկ քաղաքացին օգտվի այդ ծառայությունից, այնտեղ ասում եմ, ահագին մեծ ցանկ է բերում, որը այդքան էլ նպատակահարմար չի։ Եթե մի քիչ ավելի այսպես պայքարում ես, որպեսզի այդ ստուգումների շրջանակը սահմանափակվի, նա ըստ ուղեցույցների, ըստ միջազգային ստանդարտների, բրիտանական, ամերիկյան, եվրոպական եւ այլն, ինքը գալիս է ավելի սահմանափակ սխեմաների վրա, իրականում եւ այսպես ամփոփիչ ուզում եք համել ցույց տամ։
Եվ այսպես եզրափակիչ ինչ պետք է անել արյան ընդհանուր քննություն եւ պերիֆերիկ արյան միկրոսկոպիա։ Սա կարևոր է ժողովուրդ ջան։ Տեսեք, մենք հիմնականում արյան քննությունը անում ենք ապարատով եւ դրանով բավարարվում ենք, բայց ինքը խորհուրդ է տալիս, որ անպայման նաեւ միկրոսկոպիա, այսինքն մանրադիտակով դիտարկվի եւ արդյոք արյան այդ բջիջները ձևաբանական փոփոխություններ չեն կրում, որովհետև եթե արյան բջիջները ձևաբանական փոփոխություններ են կրում, մենք պետքա լրացուցիչ ուրեմն ստուգում իրականացնենք։ Այսինքն արյան ընդհանուր քննությունը բավարար չի, հարգելի գոլեգաներ։ Ընդհանրապես ժողովրդի համար էլ ասեմ, որ այդ ձևաբանական ստուգումը չեմ կարծում, որ ամեն լաբորատորիա բարձր մակարդակի կիրականացնի, բայց մի խոսքով այս հարցի վրա պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի բացի արյան ընդհանուր քննությունը, որ ապարատով տալիս է, նաև միկրոսկոպով առանձին միկրոսկոպիա արվի։ Այս դեպքում դա պարտադիր է։ Երկրորդը լյարդի տեստերն են, AST, ALT, հիմնային ֆոսֆատազա, GGT, բիլիրուբին, կարող եք նաև լակտատ դեհիդրոգենազա ստուգել հեմոլիզ պարզելու համար։ Սոնո վերագնահատում, այսինքն այդ ժամանակ, երբ որ փայծաղը մեծացած է, անպայման նայում ենք դռներակը, դա լյարդ մտնող հիմնական երակն է, արդյոք ուրեմն լյարդի հիմնական երակը մեծացած չի եւ նույն սոնոգրաֆիայի ժամանակ կարող ենք տեսնել, թե արդյոք որովայնում կամ թեկուզ հենց աճուկներում, չգիտեմ, պարանոցում, թևատակերում, պարանոցում, աճուկներում հենց նույն սոնոգրաֆիայի ժամանակ կարող ենք տեսնել արդյոք ավշահանգույցները մեծացած չեն, այդ լիմֆադենոպաթիան դրա մասին է։ Ուրեմն պարտադիր ստուգում է այս դեպքում գնում հեպատիտ B-ի եւ C-ի ստուգումը, լյարդի քրոնիկական հեպատիտ առաջացնող հիմնական ինֆեկցիաներն են։ Տեսեք, երբ որ թուլություն կա, երբ որ ջերմություն կա, այլ նշաններ կան, ստուգում ենք նաև էլի վիրուսներ, հերպես վիրուսը, ցիտոմեգալովիրուսը, Էպշտեյն-Բար վիրուսը, սա ստուգում ենք, եթե արդեն կլինիկական նշաններ կան։ Ընդ չգիտեմ, տոքսոպլազմոզը ասում է, թե արդեն ինֆեկցիոնիստները ավելի մանրամասը կասեն, բայց եթե ոչ մի խնդիր չկա, ասիմպտոմատիկ պացիենտ է, այսինքն սիմպտոմներից զերծ պացիենտ է, ապա մինիմում լյարդի համար հեպատիտ B-ն եւ հեպատիտ C-ն ստուգում ենք եւ տեսեք ինչ ասում, եթե այդ ամենը նորմալ է, ապա մոնիտորինգ 3-ից 6 ամսվա ընթացքում, դա ինչ է նշանակում 6 ամիս հետո, 3-ից 6 ամիս հետո արյան ընդհանուր քննություն եւ սոնոգրաֆիա, որպեսզի տեսնենք մեծանում է թե չէ, փայծաղ։ Եթե մեծացումը շարունակվում է կամ նոր նշաններ են ի հայտ գալի, ապա ընթացք ենք տալի այս գործին։ Մի խոսքով սա այս ցուցակը վերաբերվում է բոլոր այն պացիենտներին, հատկապես տես ասում, սա երիտասարդ առողջ մարդկանց մասին է, եթե հասակավոր ուղեկցող խնդիրներ ունի, կամ շեղումներ են գտնում, այս շեղումներով պետք է ընթացք տաս լրացուցիչ ստուգես։ Ու բոլորին այս նվազագույն ստուգումները պետք է անենք։ Բայց տեսեք, սա ինչ է իրանից ենթադրում, սա էլի այս ստուգումները ես ոնց որ հաշվում եմ, նո մի 30,000 դրամի 20-ից 30,000 դրամի հետազոտությունը ավելացնում։ Ամեն պացիենտի մոտ ու մոտ պատահաբար հայտնաբերվել է փայծաղի մեծացում, չափավոր մեծացում։ Եթե 15 սանտիմետրից ավել է, այս դեպքում ավելի ուշադիր ենք լինում, ավելի ընդգրկված, ընդլայնված ստուգումներ ենք անում։ Սա ծախս է մեծացնում։ Բա ինչ անենք, ու սա օրինաչափությունը առհասարակ։ Լավ բժշկությունը, մանրամասն արված հետազոտությունները ծախս են մեծացնում։ Բա ինչ անենք այդ դեպքում, հատկապես եթե ապահովագրություն եղավ, երբ որ պացիենտը գրպանից չեղավ, ինչ որ ֆոնդից եղավ վճարը, ապա այդ դեպքում առավել եւս մարդիկ ազատորեն սա նշանակելու են բժիշկները, պացիենտներն են գնալու են եւ պահանջելու են իրենց ապահովագրականներից այս ստուգումները, որպեսզի նա փոխհատուցի։ Սրա լավագույն լուծումը Հայաստանի պարագայում հետեւյալն է։ Մենք այսպես թե այնպես անպետք շատ ստուգումներ ենք անում։ Հայաստանյան բժշկությունը անիմաստ անպետք բազմաթիվ ստուգումներ է անում։ Եթե հարգելի գոլեգաներ, բժիշկներ, օգտվեք ChatGPT-ից, եթե ժամանակ չունեք, չգիտեմ, կամ վերապատրաստման ժամանակ չեք հասցրել, օգտվեք ChatGPT-ից։ Խնդրեք նա որ տա ուղեցույցային տվյալներ, խնդրեք որ տա մինիմալ ցուցակ։ Կտեսնեք, որ այն ծախսերը, որ դուք լաբորատորիային ուղարկում եք, օրինակ, չգիտեմ, կալցի եք ուղարկում, մագնեզիում եք ուղարկում, այնպիսի բաներ եք, վիտամին D եք ստուգում, անիմաստ ստուգումներ։ Այդ անիմաստ ստուգումների փոխարեն այս իմաստավոր ստուգումներն արեք։ Արդյունքում միջին ծախսը չի փոխվի, կմնա նույնը, բայց լրիվ ուրիշ որակի առողջապահություն կունենանք։
լրիվ ուրիշ որակի բժշկություն կունենանք։ Այսինքն մեր պարագայում հայաստանյան բժշկության պարագայում հնարավոր է ծախսերը առանց մեծացնելու այն ինչ որ կա հիմա էլ ծախսերը կան։ Ես ասեմ մի գրեհիկ ցինիկ բան ասեմ, ներողություն եմ խնդրում։ Եթե դուք պետքա, չգիտեմ, լաբորատորիային 10,000-ի անալիզ եք ուղարկում եւ ընդեղից ենթադրենք շնորհակալություն է գալիս, ասենք, հոնորար է գալիս, չգիտեմ, 2000 դրամ, այդ նույն 10,000-ի անալիզը կամ 20,000-ի անալիզը դուք էլի կարող եք ուղարկել, բայց ուղարկեք ճիշտ անալիզներ։ Եվ այդ հոնորարի համար էլ ես չեմ ուզում խիստ քննադատական վերաբերվել, որովհետև նու կարգ կա, մեծ գործ անում է բժիշկը, ցավը քաշում է բժիշկը, պատասխանատվություն կրում է բժիշկը, փողը աշխատում լաբորատորիան։ Իրականում թերապևտը մեծ գործ է անում, լաբորատորիան շատ քիչ գործ է անում, բայց փողը աշխատում է լաբորատորիան, թերապևտն ուզում է թե փայատել լինի, որտի նորմալ է։ Ինձ համար ես չեմ ընդունում այդ տարբերակը, բայց ընդհանուր առմամբ մեղադրելու էլ չի։ Լավ, այդ դրա վրա չխորանանք։ Մի խոսքով, ինչպես անել, որ ծախսերը չմեծանան, այդ նույն ծախսերի տեղը անիմաստ ստուգումների փոխարեն տալիս ենք իմաստավոր ստուգումներ։ Եվ ցանկացած դեպքում, որտեղ կա փայծաղի չափավոր մեծացում, նորմայից 1, 2, լավ, պայթի տրակի 3 սանտիմետր մեծացում, մինիմալ ստուգումները արյան ընդհանուրը նորություն եմ ասում, պարտադիր միկրոսկոպիայով, լյարդի ֆունկցիոնալ տեստերը 2 լյարդային վիրուսներով, լյարդային հեպատոտրոպ վիրուսներով, դռներակի գնահատականով, լիմֆատիկ հանգույցների գնահատականով եւ եթե ամեն ինչ նորմալ է, գանգատներ չկան 6 ամիս հետո, 3-ից 6 ամիս հետո կարելի է արյան ընդհանուր քննությունը կրկնել, սոնոգրաֆիան կրկնել։ Դերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, ամենալավ բաները ցտեսություն։